Բարև ձեզ հայրենակիցներ, սա Փափուկ ուշ հաղորդաշարն է։ Այսօր իմ հյուրն է հայագետ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը։ Պարոն Այվազյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բոլորովին վերջերս դուք հայ հանրության ներկայացրիք Նախիջևանի նյութական եւ հոգեվոր մշակույթի հայկական պատմական ժառանգությունը գիրքը։ Խնդրում եմ մի քանի խոսքով ներկայացնել այդ գիրքը եւ ինձ համար մի կարևոր հարց. ինչու կրկին Նախիջևան։ Աշխատեմ հնարավորինս կարճ ներկայացնել, բայց բավական երկար պատմություն ունի այդ աշխատանքի հրատարակումը։ Դեռևս 2012 թվականից ի վեր դա հետաձգվեց Վան հասարակական կազմակերպությունը, որը գրանցված է Հայաստանում, նրա գործոմյա պատասխանատուներից մեկը Գագիկ Մելիքյանի հետ հանդիպել ենք 2012-ին, առաջարկել է Նախիջևանի վերաբերյալ ինչ կարող ենք ներկայացնել։ Այդ ժամանակ ես արդեն սկսել էի Նախիջևանի նյութական եւ մշակութային ժառանգությունը հատորների պատրաստումը։ Սկզբնապես դեռ չգիտեի ինչ ծավալ կարող ունենալ այդ 4 ֆորմատով։ Փաստորեն մի 2 տարի աշխատեցի եւ 3 ծավալուն հատորներ եղան, դրանք ողջ Նախիջևանի տարածքի հայկական նյութական հուշարձանները։ Ընթացքում Գագիկ Մելիքյանը, որը ֆինանսավոր հրատարակչական բոլոր ծախսերը, առաջարկեց, որ անպայման մշակութային ժառանգությունը ևս ներառել այդ հատորներում։ Սկզբնապես մի քիչ ես դեմ էի, բայց հետագայում տեսա, որ այդ դիտողությունը կամ առաջարկությունը ավելի ճիշտ է եւ առաջարկեց փաստորեն եւ նյութական եւ մշակութային ժառանգությունը։ Ցավոք պետք է նշեմ, որ փաստորեն 5-6 տարի այսպես փնտրտուքի մեջ էինք հովանավորներ գտնելու համար։ Իհարկե Հայաստանի իշխանությունները մոտ չեկան երբեք, ոչ մի աջակցություն Սփյուռքից կամ այլ երկրներից եւս, որովհետեւ ծախսերը բավականին մեծ էին։ Ամեն մեկ հատորը մոտարապես 1000 էջ եւ 1000-1200 փաստավավերագրական լուսանկարներ։ Միայն տպագրական ծախսերը մոտարապես այդ հատորների հաշվարկել տվեցինք Տեգրամեծ հրատարակությունում կազմում էր 6-ից 8 միլիոն դրամ, որը ինչ խոսք բավականի պես ծախսաշատ հրատարակություն էր։ Այդպես չգտանք, մնաց։ Մելիքյանը առաջարկեց, որ մեկ հատոր դարձնեն այդ աշխատանքը, ես դարձալ, այդպես ասած, չէի ցանկանում մի հատոր դարձնել։ Ճիշտը որ ասեմ, մենք իրարից մի քիչ նեղացանք այս խնդրի վերաբերյալ, դուք պատրաստել 3 լեզվով, հայերեն, անգլերեն, ռուսերեն, 1600-ից ավելի լուսանկարներ, 3 հատորից պետք է կրճատումներ անեի, տեքստեր եւ այլ, որ մեկ հատոր ստեղծեի։ Ինչեւ է գնացի նաեւ այդ քայլին, արդեն պատրաստ էր 1074 էջ ծավալով, լուսանկարները մոտավորապես 1600, նախկին 3500-ի սահմաններում եղած 3 հատորի։ Դարձյալ հովանավորներ չկարողացան գտնել, հայթայթել։ Այդպես ասած, ես արդեն հիասթափվել եմ, որտեղ իմ հերթական գիրք հրատարակելու ամենևին նպատակ չունեի, նպատակս հետևյալն էր։ Ավերված բոլոր հայկական հուշարձանները գիտեք, որ Նախիջևանի տարածքում հիմնահատակ 89-2006 թվականին ավերել են, ոչ մի հայկական հետք չկա։ Նպատակս այն է, որ բոլոր ձեռքից տակ եղած փաստավավերագրական լուսանկարները մեկտեղել եւ հրատարակել, գոնե թղթի վրա իմանանք ինչ է եղել Նախիջևանի տարածքում։ Այդ լուսանկարներից գալի մասին նախորդ հրատարակություններում իհարկե հրատարակվել են, ասենք մեկ հուշարձանից ձեռքից տակ ունեի կամ լուսանկարել էի 10 կամ 20 կադր, դրանց մի մասը 4-5 կադրերը նախորդ գրքերում հրատարակված էին։ Բայց նորից եմ կրկնում, նպատակս այն էր այդ ողջ եղած արխիվային նյութը հրատարակել։
ասեմ նույն ամբողջովին այդ հատորները 3 հատորը կամ 1 հատորը վերածած գունավոր տպագրությունը դրա համար ծախսեր բավականին մեծ էին։ 24 թվականին ինձ ծանոթ անկերներ Կանադայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից, այդ թվում նաեւ Հայաստանից 2 հոգի մեր Նախիջևան հայրենակցական միության նախագահ գեներալ մայոր Լևոն Ստեփանյանը, Օնիկ Հարությունյանը, Լեհաստանից մեկ անձնավորություն, որոշ գումարներ որ ուղարկեցին, փաստորեն թեկուզ այդ հատորը հնարավոր չէր օֆսետ եղանակով հրատարակել, մտածեցի երկար բարակ եւ գոնե 21-22 օրինակ լազերային տպագրությունով ավարտեցի։ Գոնե մի քիչ ոնց որ ասա խիղճս հանգստացա, որովհետեւ գոնե այդ մեկ հատորով ներկայացում է։ Ասեմ որ հագիրության մեջ դեռևս մեկ անձնավորության կողմից մի տարածքի վերաբերյալ այդքան գիր ու գրականություն չի հրատարակվել։ Սա 73-րդ իմ հրատարակած առանցին գրքերով հատորն է։ Եվ առավել եւս ոչ մի տարածքի վերաբերյալ այդպիսի ծավալով 3 լեզվով հրատարակություն ցավոք սրտի չկա, սա եթե ոչ պետք է ասել սխալված չեմ լինի ամենևին, որ ասեմ առաջինն է Հայաստանում այդ ծավալով աշխատանք հրատարակման ուղղությամբ։ Եվ 24 թվականի այդ հրատարակությունը, որ ես վերջացրեցի, Մելիքյանի հետ հանդիպեցինք, ես նվիրեցի իր օրինակը, մի քիչ այսպես ասած դժկամություն եղավ, թե ինչի իրեն տեղակ չեն պահել, այդպես ստացվեց։ Մեր բաժանվելուց հետո պարոն Մելիքյանն ասաց, եթե համաձայն կլինես, եթե ես գումարներ գտնեմ, այդ հատորը նորից տպագրենք։ Ես համաձայնություն տվեցի եւ 24 թվականից մինչև 26 թվականի մայիսի 24-ը, հետաքրքիր է 24-ը կրկնվում է, 24-ին հեռարձակվում է, կապի մեջ չենք եղել այդ ընթացքում, թե գիր հատորը արդեն տպագրվում է։ Ամիջապես հանդիպում ենք, զրուցում երկար, փաստորեն Տիգրան հատորը արդեն տպագրության ընթացքի մեջ էր, նույնիսկ պայմանավորվել էր նաև շնորհանդեսի համար հունիսի 2-ին։ Ասեմ, որ ես վերջին 15 տարին երևի կլինի, թե չեմ սխալվում, ամեն տարի 1, 2, 3 գրքեր հրատարակել եք, նույնիսկ 24 թվականին 6 հատորներ եմ հրատարակել, երբեք շնորհանդեսներ չեմ արել։ Եթե պարոն Մելիքյանը սա էլ նախատեսած չլիներ, այս հատորի համար էլ շնորհանդես չէի անել։ Ինչևէ, տպագրվեց հատորը, տպագրվել է արդեն ձեռքիս տակ կա, տպաքանակա մոտորելս լերև ամբողջովին կստանանք, այսպիսին էր պատմությունը, նորից եմ ուզում կրկնել, որ թերևս իմ նախատեսած, այսպես ասած ցանկությամբ 3 հատորի նյութերը չհրատարակվեցին, գոնե 1 հատորով հրատարակվեց։ Պարոն Այվազյան, այդ գիրքը բոլոր դեպքերում այն շնորհանդեսի ժամանակ էլ եղավ առաջարկ, որ հասնի աշխարհի հայտնի առաջավոր գրադարաններ, քաղաքական գիտական կենտրոններ, Սփյուռքի հետ կապված այդ գրքերը Սփյուռք կհասնի։ Դժվարանում եմ ասել, որտեղ բավականին ծանր է դա, 4.5 մոտ 5 կիլոգրամով ծանր հատոր է, կավճապատ թղթի վրա տպագրված, դա պետք է արվի պետական միջոցներով։ Բայց ցավոք սրտի Հայաստանի իշխանությունները, պատկան նախարարությունը, կառուցվածքները չեն անում այդ բանը։ Ես ուզում եմ կոնկրետ փաստ բերել, մեր մշակույթի գիտության, չգիտեմ, կրթության նախարարությունը վերջին մի քանի տարում, կարծեմ այս բանը ես նաև շնորհանդեսի ժամանակ եմ ասել, այսօր ուզում եմ նաև փաստել։ Անգլերեն լեզվով հրատարակություններ են անում, մասնավորապես մեր նյութական ժառանգության վերաբերյալ, եթե չեմ սխալվում, կարծեմ 500 օրինակ տպաքանակով, որից մոտ մի 300 օրինակը նախատեսում են այդ ձեր ասած աշխարհի
տարբեր գիտական կենտրոններին ներկայացնելու համար, գրադարաններին ներկայացնելու համար։ Այդ առիթով ես անցյալ տարի կարծեմ, եթե չեմ սխալվում, տարվա վերջին էր, մեր մշակույթի նախարարին ուղարկեցի փաստորեն իր էլեկտրոնային փոստով իմ հրատարակած գրքերից մի քանիսը, որոնք անգլերեն լեզվով են։ Զորօրինակ ջուայի կործանված խաչքարերը 3 լեզվով, հայերեն, ռուսերեն, անգլերեն, մոտավորապես գունավոր տպագրությամբ 80-ի չափ, 800-ի չափ ավելի լուսանկարներ, փաստագրական լուսանկարներ կան։ Մեկ ուրիշը Նախիջևանի պատկերազարդ անգլերեն լեզվով ատլասը 20 էջանոց մեծադիր ֆորմատով, որոնք կարող եմ տրամադրել, իրենք առարկեն որ ցանկանում են։ Ոչ մի պատասխան չստացա, բացարձակապես։ Տպարություն կա, որ նույնիսկ արգելված է նման թեմայով խոսելը։ Եթե արգելված է, ինչի մասն է։ Ես դրա համար այդ հարցը տվեցի, ինչու կրկին Նախիջևան։ Այո, ինչու, որովհետև տարիներ առաջ թեկուզ հենց ջուղայի կործանված խաչքարերի հատորը ժամանակին ես 2007-ին ուղարկել եմ ազգային ժողովի նախագահին, վարչապետին, չգիտեմ պատգամավորներին, արտաքին գործերի նախարարություն, մեկական օրինակ եւ էլի ուրիշ կազմակերպությունների նվիրել եմ եւ խնդրել եմ գոնե ձեռք բերեն 20-30-ական օրինակներ ունենան իրենց ձեռքի տակ։ Զարմանալ հիմա պետք չէ, ոչ մի պատասխան, բացարձակապես։ Եվ այս ֆոնի վրա տեսեք ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինձ պաշտոնապես դիմում է, թե ձեր այդ գրքից մենք ուզում ենք 100 օրինակ գնել։ Այս վերջի հրատարակած գրքից։ Չէ, 2007-ի ջուղայի կործանված խաչքարերի մասին, որովհետև Հայաստանն ասում է ջուղայի վերաբերյալ պաշտոնական նամակներ է գրում, երբեմն մենք չենք հասկանում, թե դա հայկական է, աղբանական է, չգիտեմ, ադրբեջանական եւ այլն։ Գոնե գիրքը ձեռքերից տակ կլինի, հասկանանք ինչի մասն է։ Եվ իրոք 100 օրինակի համար դրան գումարը փոխանցում են, ես մեր արտաքին գործոս նախարարության միջոցով տրամադրում եմ, իրենք փոխանցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Այսպեսին է ցավոք սրտի վերաբերմունքը։ Դրա համար ինչ ասեմ, վերջի տարիներին, վերջի երևի 40-50 տարիների ընթացքում Ադրբեջանը գործում է պետական օրեն։ Մենք գործում ենք անհատապես։ Այնպես որ դրանց հետ ոտ գցելը շատ դժվար է, որովհետև Հայաստանի պատկան կազմակերպությունները, ինչ ասեմ, որպեսզի մարդիկ ճիշտ հասկանան այս խոսքը, այս իմ դիտողությունը անտարբերություն են բացարձակապես։ Մեր մշակույթի, պատմական մշակույթի, Նախիջևան կլինի, Արցախ կլինի, Արևմտյան Հայաստան կլինի եւ այլն։ Մենք կարող ենք զգացմունքային ժողովուրդ ենք, կարող ենք շատ խոսել մեր երկրի մշակույթի պատմության մասին, բայց երբ որ գալիս է տեղը դա պետք է ներկայացնել աշխարհին, դրսի հայագետներին, շատ пассив ենք։ Եթե անհատները ինչ որ բան կատարում են, այո, եթե ոչ, պետականորեն ցավոք սրտի դա չի արվում։ Պարոն Այվազյան, դուք շնորհանդեսի հետ կապված, եթե ասելիք ունեք, նկարներ ունեք, ցուցադրեք, անցնենք, ես ուզում եմ հաջորդ հարցս տալ։ Շատ լավ, այս տարի այս հատորից բացի ես 2 առանցին հատորներ եմ հրատարակել, խնդրում եմ թող ցուցադրեն Նախիջևանի վերաբերով, տեսեք միջնադարյան դպրատները եւ գրչօրյակները Նախիջևանի տարածքի, թանգարաններ եւ այլ, բոլորը այդտեղ ներկայացված է եւ ձեռագրերը, մանրանկարչությունը, հաջորդ կադրը։ Սա արդեն 10-րդ հատորն է հրատարակում, ծավալուն հատորաշար փաստորեն ստացվեց, ընդամենը 2 լուսանկարից 19 թվականից մինչև այս տարի 10 հատոր, ամեն հատորը մոտավորապես 700-ից 1000 էջանոց փաստավավերագրական նյութեր են, Նախիջևանի հիշողություններ, լուսանկարներ եւ այլն։ Հաջորդը արդեն այս շնորհանդեսի ժամանակ ցուցադրված այս վերջի հատորն է, որ հրատարակվել է այս տարի, հաջորդը կարող բարբերաբար ցույց տալ այս շրջադարձային անվանաթերթը եւ հովանավորն է, որը ամբողջ ծախսը իրականացրել է Գագիկ Մելիքյանը, որին խորապես շնորհակալություն եմ ես հայտնել եմ եւ հիմա էլ հրապարակալ ներկայացնում։ Սա կադրեր են շնորհանդեսի ժամանակից, հաջորդը կարող եք ցուցադրել իր հետևից։
հավաքվել էր բավականի գիտական էլիտար, այսպես ասենք, մասնակիցներ, որոնք այդտեղ ցուցադրվեց նաև իմ հրատարակված բոլոր գրքերը, շապիկները, կազմերը ցուցադրվեցին, որ մարդիկ տեսնեն ինչ է հրատարակված կամ ինչի մասին է խոսքը։ Կամ ինչ ծավալուն աշխատանք է արվել։ Ինչ աշխատանք է կատարվել մեկ անձի կողմից։ Այո։ Սա պետք է ասել, ես հատուկ գնահատանքների բանի երբեք չեմ սպասում, բայց ծավալուն աշխատանք է մի տարածաշրջանի վերաբերյալ։ Եթե արված չլիներ, փաստորեն մենք կորցրած պետք է լինեինք նաև այս արժեքների մասին տեղեկություններ կարող է չունենայինք։ Պարոն Այվազյան, վերջերս նաև սոցցանցերում հայտնվեց օցասարի վրա ուրարտական սեպագրությունը, իհարկե, եթե ինչ-որ մի բան դեռևս պահպանվել է, ապա կողքի թշնամական պետությունը առնվազն կսեփականաշնորհի։ Ինչ կարող եք պատմել այդ արձանագրության մասին։ Դարձյալ մեր գիտական շրջանակների, պետական շրջանակների անփութություն հետևանքներ են, փաստ եմ այդ ուրարտական սեպագիրը, որը առայժմ Անդրկովկասում, այսօր Կովկասում հայտնաբերված ուրարտական սեպագրերից ամենահինն է։ Մեր թվարկությունից առաջ 820-ական թվականների։ Դա եզակի է։ Հայտնաբերվել է մեր գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական ինստիտուտի գիտաշխատողներից Վալերի Իգումնովը 1988 թվականին 89 թվականին այդ խառնակ ժամանակ, որ արդեն սկսվում էր Արցախյան շարժման, նա կարողացավ մեքենայով, BTR մեքենայով զինվորական գնալ եւ այդ լուսանկարները բերել, լուսանկարել։ Դա 5 տողանոց, մոտորած ամեն տողը 1 մետրից ավելի սեպագիր է, հայտնաբերված է, բայց Ադրբեջանը առ այսօր փաստորեն պարզվում է, որ տեղյակ չէին դրա մասին, գիտեին հրատարակված է դա, Հայաստանում 97-ին հրատարակվել է պատմաբանասենական հանդեսում, Իտալիայում է, իտալացի մասնագետները Սալվինն է հրատարակել եւ այլն։ Իմ գրքերում երբես այդ լուսանկարները բոլորը տեղադրված են։ Ցավալին այն է, որ փաստորեն Նախիջևանը 21 թվականին Ադրբեջանի կազմում լինելուց հետո Հայաստանը պետականորեն, գիտականորեն կարելի է փաստել, որ ձեռքերը լված Նախիջևանի վերաբերյալ գիրուգրականություն հրատարակելու կամ ուսումնասիրելու համար։ Ես բազմից եմ հրապարակով ասել իմ գրքերում գրել, նույնիսկ ադրբեջանցի ուսումնասիրողները, որոնք փաստում են, որ Նախիջևանի տարածքը ուրարտական շրջանի Վանի թագավորության հետ կապ ունեցող տարածք է։ Եվ որ ես իմ հոդվածները Նախիջևանի բերդարվեստի բերդերի մասին հրապարակում եմ ակադեմիական հանդեսներում, մեր գիտնականները, ակադեմիկոսները ինձ հանդիմանում էին, բանավոր իհարկե գրավոր չեն գրել, որպեսզի ազգանունների հրապարակեն, որ Նախիջևանի տարածքը երբեք ուրարտական շրջանում այդ տարածքի չի ընդգրկվել։ Ես հիմա կոնկրետ փաստ բերեմ ձեզ։ Տեսեք, Ադրբեջանի հնագետներից, մարի ասպիրանտներից, աշակերտներից մեկը, ծնվել է 1895, մահացել է 39 թվականին Ալեսկեր Ալեկպերովը, որը Նախիջևանի տարածքում նաև ուսումնասիրություններ է կատարել։ 1937 թվականին Սովետսկայ արխեոլոգիայի համար 4-ում հրատարակել է ռուսերեն լեզվով բնականաբար Կրաշեննայա կերամիկա Նախիջևանսկայ կրայա Իվանսկայ ցարստվը։ Ցավալուն հոդված է։ Այդ հոդվածը ստիպված ես իմ այդ հատորներից մեկում վերջ 8-րդ հատորում կարծեմ ստիպված այդ հոդվածը նորից մեջ եմ բերել։ Նաև այդ հոդվածը Ադրբեջանում ներառվեց Ալեսկերովի ժառանգության մեջ գրքից հետո։ Տեսեք, 37 թվականից ասում են, որ Նախիջևանի գունավոր խեցեղենը դա Վանի թագավորության նույնն է,
Հայաստանի ուրարտագետները, Հայաստանի պատմաբանները լուր մնացին, ոչ միտող չեն գրել, ոչինչ չեն ասել։ Այսպեսին է ցավոք սրտի վերաբերմունքը։ Կարելի է բազմաթիվ փաստեր բերել, գիտեք, մարդ զարմանում է, թե ինչի ենք մենք այսպիսի անտարբերություն ցուցաբերել Նախիջևանյան մշակույթի վերաբերյալ, որովհետև իր նյութական մշակույթով, իր ամեն ինչով սերտ կապ է կամ հայկական մշակույթի բնօրրաններից մեկն է։ Եթե մենք հիշենք ուրիշ բան չէ, Մովսես Խորենացու պատմության մեջ Գողթան երգերը, դա մեր բանաստեղծական արվեստի թիվ առաջի բանաստեղծական փշուկներն են, որ մեզ են հասել։ Եթե մենք դեռ չկանգնենք, ով պետք է դեռ կանգնի, ուրիշը պետք է դեռ կանգնի։ Ժողովրդական խոսք է, չէ, չուտողի մալը ուտողին հալալ է։ Հիմա այս իրավիճակի մեջ է ընկել Հայաստանը մեր մշակույթի շատ բնակավարների համար։ Մեկ ուրիշ փաստ բերեմ, 1960-ական թվականներից Ադրբեջանի ակադեմիայի մասնագետները Հայաստանով շրջագայում են եւ ազգագրական բնույթի նյութեր էին գնում, գորգարվեստը, չգիտեմ, գորգեր եւ այլն։ Եվ դիմադրություն չկար։ Ոչ մի դիմադրություն, ընդհակառակը նաև աջակցում էին նրանց։ Ինչ որ ոմանք աջակցում էին, չգիտեմ, մի քանի կոպեկ էլ աշխատում էին, ինչ են, չգիտեմ։ Եվ հիմա Ադրբեջանը փաստորեն Հայաստանի այն շրջաններից լրիվ այդ ազգագրական նյութերը հավաքագրեց, չեմ ասում 100%, բայց իրենց անհրաժեշտ նյութերը հավաքեց եւ Բաքվում բացեցին նաեւ հատուկ գորգարվեստի թանգարաններ Արցախի, Հայաստանի, Նախիջևանի տարածքում եղած գորգարվեստը ներկայացնում են որպես ադրբեջանական մշակույթի նմուշներ։ Հիմա ասեք խնդրեմ, մեղքը ումն է։ Իհարկե մերն է։ Պարոն Այվազյան, ու տեսնում եք, որ թվում է թե ինքնիշխան, այսպես ասած, պետություն ունենք, սուվերեն, բայց տրամաբանական որևէ փոփոխություն մեր մշակութային արժեքների, մեր ինքնության պահպանման առումով մենք ոչ միայն չենք անում, վերջի տարիներին ընդհանրապես դա նաև ուղղորդված անթաքույց խեղդում ենք։ Եվ ցավոք սրտի համամիտ եմ ձեզ հետ, ասեմ նաև հետևյալը. Ես Սավալուն հոդվածաշար եմ հրատարակել Իրատես դեֆակտոում տարիներ առաջ մի 5-6 համարում եւ քննարկել եմ հետեւյալ խնդիրը, երբ որ Հայաստանը ինքնիշխան է եղել այդ ժամանակաշրջանները, սկսած Խորենացու ողբից մինչև մեր օրերի նշանավոր գործիչների, պատմիչների, պետական, քաղաքական, եկեղեցական գործիչների կարծիքները։ Ճիշտ եւ ճիշտ հիմա մի քիչ այլ, ավելի զարգացած, ավելի մեր ժամանակների համար այս կողոպուտն է եղել, մեր ազգային արժեքները մենք ինքներս կողոպտել ենք, դավաճանական, չգիտեմ, այսպես ասած, գործողություններ են կատարել փաստորեն մեր պետական կառույցներով եւ այլ։ Մենք պետականամետ ժողովուրդ չենք, գիտեք ինչու։ Ես այստեղ կարծեմ վերել էի նաեւ Ռաֆայել Պատկանյանի ով է հայի թշնամին։ Ժամանակին գրել է կամ նրա մոլորությունները։ Ինչ է նշում։ Աշխարհակ քաղաքացիություն։ Պանդխտություն։ Անձնական շահի համար տարաբնույթ խարդախություններ, որով անարգվում է հայի անունը։ Այս մեծանուն մարդու ասածը, եթե համեմատենք այսօր, տարբերություն գտնում եք, ավելի կատարելագործված է այդ բացասական երևույթները մեր համար։ Այսօր Հայաստանում զորօրինակ այս ընտրությունները, նախընտրական շրջանը, հետընտրական հիմա զարմանալու բան է իրար այպանելու, էլ չգիտես ինչ ասես, թուր, թշնամի, չգիտես ինչ, հայը հային, այդ աստիճանի ես ինչքան պատմական ուսումնասիրությունների մեջ, պատմության մեջ, այդքան թշնամի հայը բար չեմ հանդիպել, ինչքան որ այս 20-30 տարվա մեջ ինքնիշխան ժամանակ այսպիսի խարդախություններով գալիս են իշխանության կողոպուտ եւ այլ։ Սա զարմանալու բան է, բայց դե առած կա, ասում եմ, ռոմեական մտածողներ Սիրիուսն ասում է, աչքը կուր է, երբ միտքը այլ բանով է զբաղված լինում։
Այո, իհարկե, եւ արդյունքում մեր քթի տակ հունիսի 18-ին կլինի նորից այդ Բաքվի մարդակերը կնստի ինչ որ միջոցառում կանի հորինված ինչ որ արիմության ինչ որ երևույթի մասին իսկ մեր քաղաքական նաև գիտական միտքը այսպես լուռ ու մունջ է առանձին անհատներ են էլ ամեն մեկը իր այսպես ասած հյութի մեջ տապակվում է ու վերջ հասկանալ ցավոք սրտը այդպես է ցավոք գիտեք ինչ ես մեկ անգամ կարծեմ նաև ձեր հերոստատեսության եմ ասել ես ուզում եմ կրկնեմ ես Ադրբեջանին չեմ մեղադրում այդպես ճակերտավոր ասեմ որ հասկանանք որովհետև դա նոր կազմավորող ժողովուրդ է ընդամենը 100-150-200 տարվա դա վայրենացած ժողովուրդ է խորհրդային իշխանության տարիներին փաստորեն մի քիչ զարգացում ապրեց եւ հիմա նրանք ասենք իրենց համար ստեղծում են իրենց պատմությունը մշակույթը իրենց տարածքում եղած բոլոր նյութական արժեքը չգիտեմ ինչ վերագրում են իրենց եւ դժվար է այդպիսի ժողովրդի հետ քայլ գնալ ճակատի տալ դու կա այսպիսի մի բան առածով ասեմ որ ավելի հասկանալի լինի մենք ծերացած ժողովուրդ ենք իմաստուն ժողովուրդ ենք հազարամյակներ անցած ժողովուրդ ենք Ադրբեջանը ընդամենը 200 տարվա պատմություն պլյուս մինուս վերցրած եւ այն ժողովրդական խոսքը ասում է երիտասարդը մինչեւ հասկանա 10 շապիկ հագնելու ժամանակ պատերում է Մենք այդ ճանապարհը հայ ժողովուրդը անցել է հազարամյակներ առաջ ուրիշ բան եթե ես չասեմ չբերեմ այստեղ կարդացեք Ագաթանգևոս Ղազարոս Փարփեցի Խորենացի որտեղ հստակ ներկայացված է ամեն ինչը տեսեք քրիստոնեությունը Հայաստանը ինչպես ընդունեց Հիմա ասեմ մարդիկ կարող է չգիտեն ասեն Այվազյանը ինչի է հակաքրիստոնյա ոչ ես պատմական փաստերն եմ ուզում շեշտել ասել ուրիշ ոչինչ Երիկոր լուսավորիչը թակավորական այդպես զինվորների հետ գյուղ առ գյուղ քայլելով չգիտեմ հեթանոսներին հայ հեթանոսներին ճնշելով բոլոր հուշարձանները ավերեց միայն գառնի մնաց Հայաստանի այդպես ասած տարածքում մենք այդ վանդալիզմը սեփական մշակույթի նկատմամբ կատարել ենք հասկանալի է բայց եթե մենք դրա մասին ասում չենք խոսում ուրիշները պատմություն կարդում են տեսնում են ասում են չէ հիմա էլ նույնն են անում հիմա էլ համարյա թե կարելի ասել ոչ այդ չափի ոչ այդ ձև բայց այդպիսի բաներ կա ես կարող եմ երկու օրինակ բերել թարմ որ մարդիկ կարող են հիշել Քրիստոնեությունը շատ լավ գիտենք, որ Քրիստոսի արձաններ երբեք չի կանգնեցել ոչ միտեղ դարերի ընթացքում։ Ընդամենը մի քանի խաչքարերի վրա, մոտ 1 տասնյակի երևի խաչքարերի վրա կա խորաններում Քրիստոսի խաչերության պատկերը։ Եվ այսօր փաստորեն Կոտայքում պարոն Ծառուկյանը առանց թույլտվության այդ տարածքում այդ բլուրի վրա երկրորդ հազարամյակի բերթատեղի վերին շերտը փաստորեն մաքրեց, ճանապարհը ստորովից բարձրացրեց միջև վերև եւ դրանից հետո կառավարությունը որոշում ընդունեց, որ այդ տարածքը մոտավորապես, չգիտեմ, եւ դա բնության հուշարձաններ եւ նյութական արժեքի հուշարձանները։ Այդ տարածքը տրամադրեց այդ մարդուն, որ այդ արձանը կառուցի համար։ Տեսեք, մեր ուրիշը չի արել սա, այ մարդն է արել, այսօր էլ ենք այդպես, բերեմ մեկ ուրիշ օրինակ, Ցեղասպանության հուշարձանի բավական աղմուկ եղավ եւ որ նորոգում էին այդ 3 սյուները, ինչ են արել, այո, 65 թվականից հետո որոշ Կարեր շաքեր են տվել, ծակոտիներ կար, պետք է ընդհանրապես նորոգել, ես չեմ ասում չպետք է նորոգել, պետք է նորոգել կամ ուրիշ հատվածներ են եթե կան անպայման, բայց այդ քարերը պետք է փոխեն, միայն, բայց չէ, ինչու, որովհետև գումար շատ ներողություն եմ ասում, իմ կարծիքով գումար աշխատելու տեղեր, քանդում ենք, հանում ենք բոլոր սարերը, բերում ենք նոր քարեր ենք տանում, խնդրեմ Սա մշակույթի նախարարության գիտական խորհրդի թույլտվությունն է, որոշումն է եւ այլն։ Մեկ ուրիշ փաստ բերեմ այստեղ Վայոց-Ձորի Հորս գյուղում Չեսար Օրբելյանների պալատը։ Այդ պալատը մնում էր
ճակատային մասը բավականի բազալտը արված եւ 3 պատերը մոտավորապես 1.5-ից 2 մետր բարձրությամբ մնում էին որսակարով կառուցված շենքեր։ Մի 2 տարի առաջ պեղումներ արեցին ուշադրների պահպանության ծառայությունը, բացեցին, մաքրեցին, հատակը բարձեցին, չգիտեմ, լրիվ կարգի բերեցին, որ պետք է նորոգվի։ Այս տարվա ընթացքում կարծեմ եթե չեմ սխալվում, մարտ ամսին, ուրեմն բուլդոզերը դրած, ուրեմն այդ 3 պատերը հիմնովին հատակն էլ բավականի քերած հեռացնում են։ Աղմուկ բարձրացնում, ինչ չենք անում, դե հեռացնում են, որ նոր կառուցենք, նոր պատերով կառուցենք։ Եվ այդ քարերը, որ պատերից անել են, որոշ քարեր, որձակարը, որոշ բաներ դրանցից առանձնացնում են, որոնք պիտանի է կարելի օգտագործել։ Մարդ Աստծո, վայրենություն է հուշարձանների վերանորոգման գործում։ Պետք է պահպանել այդ ամրակայել եղած պատերը 1 մետր 2 մետր դրա վրա շարունակել նույն ոճով շարունակել այդ որզակարով, բայց չենք անում։ Հասկանալի է։ Հետո ասում ենք Ադրբեջանը ավերում է, հա, այդ կարծեմ քպականներից 1 ամիս, 2 ամիս առաջ եթե չեմ սխալում, երիտասարդ կիներ ասում են Արցախի հուշարձանները որ ավերում են, դե ասում են իրենց տարածքն է, ինչ կուզենան կանեն։ Տեսեք մտածողությունը, տեսեք վերաբերմունքը, այսպիսի պետական կամ հասարակական կառույցում աշխատող մարդ, եթե այդպիսին մոտեցում ունի մեր մշակույթը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։
ընդհանուր առմամբ մշակույթին, Ընդհանուր առմամբ, էլ ինչ կարող ենք սպասել, հասկանալի է։ Այսինքն այստեղ նաև իրենց համապատասխանությունն է, որքանով իրենք ճիշտ են զբաղեցնում այն աթոռը, որ իրենց հանձնվել է, այսինքն մենք կադրային քաղաքականության խորքային խնդիրներ ունենք։ Մենք ինչ խնդրեմ, ինչ բան, Ով որտեղ պատահի վերից վար, վարից վեր լրիվ ինքնականության ուզում են նշանակում են նախարար, չգիտեմ, տեղակալ ուզում են աշխատանքից հեռացնում են եւ այլ եւ այլ եւ այլ։ Մենք փնովում ենք նախկիններին եւ իրոք շատ ճիշտ է, որովհետեւ վերջի 30 տարվա ընթացքում ոչ Արցախում, ոչ էլ Հայաստանում, ասենք պետական կողոպուտը, որ փաստորեն պետականորեն իրականացրեցին, ոչ մի դատաստան գրեթե չեղավ։ Հիմա էլ չեղավ։ Հա, հիմա էլ չկա, հիմա էլ չի լինում։ Դրա համար այս երիտասարդ սերունդը կամ նոր պաշտոնը ստացող անձնավորությունները դե տեսել են նախկինում չեն արել, հիմա էլ չեն անում, ինչ ա եղել։ Չգիտեմ, օրինակար 100,000 կգողանամ, պետք է լինի 50,000-ը հետ կտամ վերջացավ գնաց։ Սա է մեր մտածելակերպը, ցավոք սրտի։ Ես մեր պետք է ասել գիտության մեջ դրանք էլ մի կողմ, երիտասարդ սերունդը դրանք մի կողմ, եթե գյուղատնտեսությունն է, արդյունաբերությունը, մենք տեսնում ենք աճ է արձանագրել, կարգի եկել, հիմա այն տարիների չեն, որ սա չկա, նա չկա, մեր խանութները ամեն ինչ գրեթե լիքն է, ամեն ինչ կա, բայց մենք այս 30 տարվա, մասնավորապես 30 տարվա մեջ բարոյապես հայ մարդը բարոյալքվել է։ Այո, հայ հանրությունը ընդհանրապես։ Դե այդպես է լինում, այդպես է լինում։ Էլ չեմ խոսում երիտասարդների մասին։ Դե երիտասարդները ինչ տեսնում նա սովորում է։ Երիտասարդությունը մեղք չունի։ Սակայն միջին կամ վերնախավը, որ պետական կառույցներ է ղեկավարում, դրա մեկ բանը թույլ տված սխալը պատկերացրեք ինչի է հասնում։ Տպավորություն կա, որ քաղաքական այդ ճնշումը, պրեսինգը, հա, որ ձեռք հաշել Նախիջևանի, ձեռք հաշել Նախիջևանացվող Արցախից, ձեռք հաշել Գարթմանից, Արևմտյան Հայաստան եւ այլը, բերել է նրան, որ հայ հանրությունը ահաբեկած, իսկ ինքը իրոք ահաբեկված է, ես դա տեսնում եմ, ահաբեկված է պատերազմի հնարավորությունից, ահաբեկված հետ է քաշել եւ պատրաստական է ամեն ինչի։ Եվ այս իրողության մեջ մենք տեսնում ենք, որ նաեւ մեր հասարակական կյանքն է թուլացել, ասենք նույն հայ-նախցական միությունները, ինչ բուրըն կազմակերպչական գործունեություն էին վարում նախկինում, տարատեսակ միջոցառումներ, որպեսզի արմատները, այսպես ժառանգական կապը չկորցնենք մեր կորուսյալ հայրենիքի բեկորներից, իսկ հիմա բացարձակ ոչինչ։ Տպավորություն կա, որ արդեն ամոթ է դրանք հիշելը, ես հենց այդ ամոթ բառն եմ օգտագործում, որտեղ իրոք դա է պարտադրվել, հոգեբանորեն պրեսինգի ենթարկվել եւ հանրությունը այո, ամոթ է Գարթման հիշել, ամոթ է Նախիջևան հիշել, ամոթ է Արևմտյան Հայաստան հիշել, դե ապրում ես էլ էսա քո ունեցածը, հա։ Ցավոք սրտի հաշտում եք այն բանը, ինչ որ իրականություն է, այդպես է, երբ որ պետական գործիչը փաստորեն պետականամետ չէ, ազգամետ չէ, մենակ խոսելով չի, գիտեք ինչ, հայրենիք, հայրենասիրություն, ես ցավը տանեմ, սա անեմ, ոչ, այդպես չի։ Պետության ղեկավար լինելը կամ մի բնակավար ղեկավար լինելը բավականի պատասխանատու աշխատանք է, պատասխանատու։ Մարդիկ հենց այնպես սովետական իշխանության տարիներին հիշեք, եթե մեկին ինչ-որ պաշտոնի պետք է նշանակային, մի ինչ-որ փուլ կար, մի ինչ-որ, չգիտեմ, հրանგი չէր լինում, բաժնեվարի չէր լինում, հետո տեղափոխում էին պատասխանատվությանը, այն նշանակում էին պատասխանատու պաշտոնը։ Այսօր փողոցից մեկին կարող է ճանաչել կամ չճանաչել, այս բնակավարը գիտի, չգիտի, բերում նշանակում են։ Այսպես պետություն ղեկավարել չի լինի։ Այո։ Չի լինի։ Սա ոնց ասեմ, տղայական մոտեցում է, ազգասիրական վերամբարձ խոսքերի բանով շաղախված։ Պետություն ղեկավարը շատ մեծ դժվարություն հետ կապված է։ Ես մի հաս բերեմ դարձյալ ժողովրդական ավանդությունից բանից
մի թակավոր իր թակավորության ներսում հայտարարում է, որ դերձակները, ովքեր կարող են իր համար մատ վերմակ կարեն, պատրաստեն, առանց իր չափերը բանա տեսնելու, բանանելու։ Եվ դրան մեծ գանձեր է խոստանում։ Գալիս են, գնում են, բերում են տարբեր դերձակներ, մեկին երկար է, մեկին կարճ է, չի լինում, չի ստացվում։ Մի գյուղացի դերձակ ինքը գալիս է, մի հատ էլ ճիպոտ պահած իր հագուստի տա գալիս է։ Վերմակը տալիս է, թակավորը մեկնում է, ոտքերը դուրս են մնում։ Եվ ճիպոտը հանում է, թակավորի ոտքերի խփում է։ Ասում է, ոտքերը վերմակի չափ բարձիր։ Այո։ Հիմա մենք այդ չափը բանը գոյություն չունի, ինչ ուզում անում ենք, հասկանալի է։ Այդ չափը գոյություն չունի։ Որովհետև մենք մեր աչքի առաջ հիմա տեսնում ենք հիմա մեր սերունդը, երիտասարդ սերունդը, իմ հարևանը, իմ բարեկամը, չգիտեմ, որը այս պաշտոնի 2-3 տարի կա, արդեն միլիարդատեր է դարձել։ Որտեղից իր աշխատավարձով չի կարող։ Մարդը 30-40 տարի աշխատել է, ընդհանրապես մի բնակարան կամ լավագույն դեպքում մի մեքենա։ Բայց մարդիկ 2 տարի աշխատելով, 3 տարի աշխատելով պետական համակարգում բարձր աշխատավարձեր եւ այլն։ Ես հիշում մի բան, մեր առաջի վարչապետը Բակրատ ինչի էր ազգանունը։ Հիշում Բագրատյան։ Բագրատյանը։ Հերոստատեսում մի քանի անգամ փոքրիկ բան հաղորդում կա, կլիպ կա, ասում է, ես 8 տարի ասերովին վարչապետ եղած ժամանակի մասին է խոսքը, 8 տարի ամեն ամիս ստացել եմ $40,000 աշխատավարձ։ Շատ լավ է ստացել ես։ Եվ երբեմն Արցախի մասին ես խոսում, այս իշխանությունների վերաբերմունքը Արցախի նկատմամբ։ Լավ, Արցախից վերջի բնակչությունը տեղափոխվեց, նաև բիզնեսներ ունի, չգիտեմ ինչեր ունի։ Դու այդ 40,000 ստացածից 4,000 օգնեցիք մի արցախցու օրինակի համար։ Տեղավորեցիր 5 օր 10 օր կամ օգնեցիք ասարեցի։ Չենք անում։ Հասկանալի է։ Այս օրինակը, եթե ես ճիշտ չեմ բերում, պարոն Բագրատյանը կարող է ասել, որ այս վերջի 2-3 տարում այս բարեգործությունն եմ արել Արցախահայության համար։ Մեկին բնակարան եմ գնել, օրին մեկին օգնել եմ այս հարցում, այն հարցում։ Չկա այդպիսի բան, գիտեք ինչ, մենք խոսքի ժողովուրդ ենք, կարող ենք խոսել զգացմունքային ժողովուրդ ենք, բայց որ գալիս այդ տեղը պետք է կանգնել պետությանը անդում մինչև վերջ չեն կանգնում, մենք ազգային ծրագիր չունենք, հասկանալի հիմա, տեսեք, Ադրբեջանը ինչի է, Թուրքիան մասնավորապես ինչի է ուզում Նախիջևանով ճանապարհ ունենա դեպի Ադրբեջան, այդ կապը Թուրքիան փաստորեն իրենց վաղեմի ճանապարհն է, սա նոր ճանապարհ, նոր մտահղացում չէ, 1905 թվականներին այդ Արևելյան Հայաստանում այդ կոտորածները, չգիտեմ Նախիջևանի տարածքում եւ այլն բոլորը այդ ժամանակվանից հիմք էին դնում, առաջի հարվածը ցավոք ստանում էր նաև Նախիջևանը, որտեղ Թուրքիայից Նախիջևան պետք է մեղրիով փաստորեն դեպի Արցախ ճանապարհ ունենային, ինչ որ այսօր են ուզում անել։ Այո։ Չստացվեց այդ ժամանակ, 21 թվականին չստացվեց։ Հիմա կանեն, ուզում եմ ասել դրանք իրենց ազգային ծրագիրը չեն մոռացել։ Փոփոխվել են նախագահները Հայաստան, Ադրբեջանում, Թուրքիայում, բայց իրենց ազգային ծրագիրը հետամուտ է լինում։ Մեզ նման չեն։ Մի բան այսօր ասում ենք, վաղը մոռանում ենք։ Եվ այդպիսի բազմաթիվ փաստեր կարող ենք բերել։ Օրինակի համար ես մի նշում եմ արել, տեսնեմ եթե այստեղ մոտս է, պետք է ասեմ այդ փաստորեն երկիրը օտար երկիրը ինչպես կարելի է ներողություն, երկիրը ինչպես կարելի ներսից քայքայել, որը հիմա Հայաստանում մենք իրականացնում ենք։ Դա ուրեմն ամերիկան հետախուզը զինվորական դանա դրա մեծ ծավալուն հոդված ունի, հրատարակված, ես օգտագործել եմ։ Օտար երկիրը ներսից քանդելու համար տարածել սուտ վարկաբեկիչ նյութեր, լրատվամիջոցներով, հեռուստատեսությամբ, մշակույթի ստեղծողներին ու ազգային սրբությունները պետք է վարկաբեկել։ Այն ինչ որ կատարում, օրինակ ես 2-3 կետ բերեցի, բայց մի շարք կետեր ունի, որը այն ինչ որ Հայաստանը ոնց որ ասած սրբորեն այդ կետերը կատարում։ Այո։
ներքին դիմադրությունը կա, բայց թույլ է, կազմակերպված չի, պարոն Այվազյան, մենք ժամանակի խնդիր ունենք, ես կուզեի, որ դուք այսպես եզրահանգիչ խոսքել ասեք, եւ հիմնականում դուք ձեր խոսքի մեջ բավական քայլեր ասացիք, թե ինչ է պետք անել, բայց առաջին հերթին մենք մեր ներքին դիմադրությունը պետք է մեծացնենք, որպեսզի կարողանանք այդ սրբապղծության դեմը առնենք, որ կարողանանք եւ մեր ինքնությունը պահենք եւ մեր պետական միավորը պահենք։ Ես այդպես եմ կարծում։ Այո, այդպես է, բայց ցավոք սերտի մենք հետամուտ չենք լինում այս խնդրին։ Ես հիշեմ այստեղ Կոստան Զարյանի իր ասածներից մեկը հետևյալն է։ Հայ ժողովրդի այսպես ասած իրավիճակների համար, ոչ բարենպաստ վիճակների համար մեղավոր է հայ մտավորականը։ Եվ դա ճիշտ է ասում։ Երեք ինչու, որտեղ մեր մտավորականությունը իշխանամետ, որ իշխանությունը գալիս է, այդ իշխանությանն է քարոզում։ Այն մեկը գնում է այն մյուսին, եւ այդպես։ Տեսեք, հիմա 120-ը Ընդամենը 3 միլիոն, հա, թող 3 միլիոնից քիչ ավել կամ պակաս բնակչություն ունենա Հայաստանը։ Այդ բնակչության 3 միլիոնի համար մենք ունենք գրանցված 129 թե 127 կուսակցություններ, 4.5 չափ հասարակական քաղաքական տարբեր կազմակերպություններ։ Այդ ձեր հոգում մատաղ։ Ինչ եք ձեր այդ կուսակցություններով ծրագրով կամ հիմիկվա 19 կուսակցություն մասնակցում է ազգային ժողովի ընտրությունների։ Ինչ եք այս Հայաստանը դրել մաղում եք ժողովրդին հետը։ Քեզ մարդիկ չգիտեն ում հետ ում լսեն, ում չլսեն, այսօր մեկին լսում են, հավատում են, հաջորդ օրը տեսնում են որ դա հակահայկական է, թող չգիտեմ կողոպտիչ է, դավաճան է եւ այլն։ Կամ վախի մթնորդ էր ներարկվել։ Եվ բազմաթիվ բաներ։ Այո, ժողովրդավարությունը ոնց որ ասում են կա, նախկին բռնատիրական պետությունը չի, ասենք ստալինյան ժամանակները չեն, բայց մի բան հասարակ մի բան կա, այնինչ որ ասենք այդ ժողովրդավարություն, այսպիսի բարձի թողի վիճակի ժողովրդավարություն եւ անարխիան գրեթե նույն բաներն։ Այո, համամիտ։ Շատ տխուր նախադասությունով եք ուզում ձեր խոսքը վերածել։ Ես էլ ասեմ, հա, չէ, ամեն ինչ կարգին է լինում։ Չէ, կարգին չի։ Ամեն ինչ շատ լավ է լինում, բայց ազգային ժողովներ կլինի, չգիտեմ, մենք բոլոր պետությունների հետ հաշտ ու խաղաղ կապրենք կամ Ռուսաստանի կազմում կլինենք կամ չգիտեմ Եվրոմիություն գնանք եւ այլ կամ ինքնուրույն պետություն կլինենք։ Այս տեսլականը չկա։ Սրանք բաներ են, շորշոկներ են, որ ցանկանում ենք։ Նոր ասացի, այդ ճիպոտը որ կա, մարդ իր վերմագի չափով, մենք Հայաստանը պետք է կարողանա իր վերմագի չափով կարողանա իր երկիրը պահել, պահպանել, ավանդել։ Եվ ոչ թե, չգիտեմ, այսօր Ռուսաստանի կազմում լինենք, չգիտեմ, Եվրոպայի կազմում լինենք, Թուրքիայի կազմում լինենք, ոմանք էլ ասում են թուրքական իշխանություն կարող է տիրապետել եւ այլ, հազար տեսակի բան, խեղճ ժողովուրդը չգիտի ում հավատա, ում չհավատա։ Լավ։ Ես շնորհակալ եմ ձեզ ձեր զրույցի համար։ Ես շնորհակալ եմ հենց այն բանի համար, որ դուք հայ մտավորական եք, որը անընդհատ դիմադրում է այդ սրբապղծության դեմ, որպեսզի մենք կարողանանք պահպանել եւ մեր ինքնությունը եւ պետական համակարգը, դուք նաեւ այս առումով ձեր խրամատը երբևէ չեք թողել եւ դրա համար էլ լույս տեսավ հաջորդ գիրքը նորից Նախիջևան։ Ես դրա համար ձեզ անչափ շնորհակալ եմ։ Ասեմ նաև ավարտին ասեմ նաև տեսեք, մենք նաև կրոնական տեսակից, հոգևոր տեսակով միասնաբար չենք։ Ունենք երկու կաթողիկոս, ունենք ավետարանչական, ունենք, չգիտեմ, կաթոլիկներ եւ այլ։ Ոչ մի բնակարանում միասնականություն չունենք։ Պակասում է այդ մեր միասնականությունը բերում է միասնությունն բերում է այսպիսի իրավիճակները այստեղ։ Այո, մեզ խոցելի է դարձնում։ Այո, խոցելի է դարձում։ Այո, հայը տաղանդավոր է, հայը աշխատասեր է, հայը ստեղծող է, այդ ունի այս բոլոր բանը, հատկանիշները, բայց հայը երբեք որտեղ ասում են երկու հայ կա, ուրեմն 3-4 կարծիք բնականաբար պետք է լինի։
Որովհետեւ մենք ասենք մեկը ինչ որ բան ստեղծել է, մեկը որ ստեղծող է, կարող է ստեղծել։ Մենք չենք միանում այս ստեղծածին։ Ստեղծում են երկրորդը, ստեղծում են երրորդը, ամեն մեկը մեզ են քաշում։ Հասկանում եք։ Եվ այդպես չեն կարողանում մեր պետական համակարգը ամրապնդել, մեր ազգային շահերը պահել, պաշտպանել։ Ցավը այսպիսի խնդիրների մեջ է։ Մենք բոլորս էլ ես նորություն չեմ ասում, այս բոլոր բանը 100 անգամ, 1000 անգամ մեր պատմության մեջ ասված է, գրված է եւ այլ եւ այլ։ Ուղղակի ականջալուց չենք։ Ամեն մեկը ասում է իմ պարտքը չի, ես չգիտեմ, բայց այսօր ես պաշտոնի եմ, սա գարփեմ, սա կողոպտեմ, վաղը ինչ կլինի, ոչ էլ պատասխանության է ենթարկում։ Ցավալի է, բայց փաստերը սրանք են։ Այո։ Շնորհակալություն, իսկ ես հիշեցնեմ, որ զրուցում էի հայագետ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանի հետ։ Շնորհակալություն, ստեսություն։